Եթերում հայ պերսոնան է, ծանոթանանք այսօրվա իմ հյուրի հետ։ Հեռուստադիտողի կողմից ընդունված ու սիրելի դերասան է այսօրվա իմ հյուրը։ Նրա բոլոր կերպարները հետաքրքիր են ու թեթև, ինչի շնորհիվ էլ բոլորն են նրան սիրում ու սպասում տեսնել էկրանին։ Խաղընկերները նշում են, որ հրաշալի գործընկեր ու խաղընկեր է, ոչ պակաս օժտված է նաև մարդկային լավ հատկանիշներով։ Հայ պերսոնայում Արտյոմ Կարապետյանն է։ Ծնվել է 1978 թվականի հունիսի 5-ին Գյումրիում։ Սովորել է Գյումրու թիվ 30 միջնակարգ դպրոցում, այնուհետև Հացիկի գյուղատնտեսական տեխնիկումում, հետո էլ Գյումրու մանկավարժական ինստիտուտում։ Մայրը եղել է մանկավարժ, հայրը ճանապարհաշինարար։ 10 տարեկան է եղել, երբ հայրը մահացել է։ Հաճախել է կերպարվեստի դպրոց։ Երազել է նկարիչ ու քանդակագործ դառնալ, բայց ուսանողական տարիներին հայտնվում է ուրախների եւ հնարամիտների ակումբում, հետո նաեւ հանդես գալիս այլ նախագծերում ու ֆիլմերում։ Արտյոմ, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ, որ ընդունել եք հայ պերսոնա նախագծի հրավերը։ Խնդրեմ։ Կա ճակատագիր, թե մարդն ինքն է կառուցում իր կյանքը։ Ինձ թվում է ինքն է կառուցում իր կյանքը, մարդը։ Դուք գոհ եք ձեր կյանքից, որն ինքներդ կառուցել եք։ Շատ։ Եթե ես գոհ չլինեի, դժգոհ ես պետք է կենթանի չլինեի հիմա, էլի։ Իսկ եթե ունենայիք որոշակի փոփոխություններ կատարելու հնարավորություն, ապա ձեր կյանքի որ դրվագները կխմբագրեիք։ Չեմ մտածել այս բաների մասին, որովհետև գիտեմ, որ այդ հնարավորությունը երբեք չի լինում։ Իսկ եթե ունենայիք այդ հնարավորությունը։ Չի լինում այդ հնարավորությունը։ Երբեք։ Կախարդական փայտիկ չկա։ Ինչ խորհուրդ կտայիք ինքներդ ձեզ 20 տարեկանում։ Խելոք մնա։ Որ հարցում խելոք չեք եղել։ Այնքան չարություններ արել եմ։ Բայց 20 տարեկանում պետք էր։ Հետոյի համար։ Որն է ձեր կյանքի ամենաբեկումնային որոշումը կամ կարևոր որոշումը։ Ամենան չեմ կարող ասեմ, որովհետև կյանքի ընթացքում շատ բաներ են եղել։ Հիմա այս բանը չեմ կարող ասեմ կոնկրետ ամենա, բայց շատ որոշումներ կար, որ բեկումնային կարելի է համարել։ Որն եք համարում ձեր կյանքի ամենամեծ ձեռքբերումը։ Որպես մարդ, տղամարդ, ընտանիք ունենալը։ Կարիերայում։ Գիտեք, կարիերայի հետ կապված ինձ թվում է ամեն ինչ ստացվել է աշխատասիրության շնորհիվ։ Ունեք փշոտ հիշողություններ։ Լիքը։ Դրանք եղել են ավելի հաճախ մարդկային թե տեխնիկական։ Երկուսն էլ։ Որն է ձեզ համար դերասանի աշխատանքի ամենամեծ դժվարությունը։ Լինել դերասան։ Արդեն դժվար է, որովհետև լինել դերասան նշանակում է լինել 1000 մասնագիտության տեր մարդ։ Այդ տեխնիկական մասերը չեմ ասում կամ տաղանդի ու շնորհքի մասին չեմ ասում, բայց դերասանը պետք է պատրաստ լինի խաղալ, հարմնավորել ցանկացած կերպար։ Երբ կին դերասանուհիներին կամ աղջիկ դերասանուհիներին հարցնում եմ, թե որն է սահմանը, որից այն կողմ որպես դերասանուհի իրենք չեն կարող անցնել եւ հատել այդ սահմանը, նրանք շատ հաճախ պատասխանում են, որ չեն կարող մարմնավորել այնպիսի կերպարներ, որտեղ պետք է խաղան բաց եւ ազատ տեսարաններում։ Դուք որպես տղամարդ դերասան ունեք սահմաններ, որոնք դուք չեք կարող անցնել։ Իմ պրակտիկայում եղել է այդպես դեպք, երբ որ ես մասնակցել եմ կաստինգի ու կերպարը, որը պետք է փորձեի, ոչ թե խաղայի, փորձեի կաստինգը։ Ինքը շատ վատ, աշխարհի վատ մարդն էր, բայց կար այդ ամեն ինչի մեջ ենթատեքստ, կազմակերպիչները փորձել էին այդ մարդու, այդ վատ մարդուն ազգությունը հենց հայ մարմնավորեն, դրսի պրոյեկտի մասն է խոսքը, ու դա միանշանակ բացահայտ երևում է, որ դա հենց հատուկ է արված, ու ասեմ ավելին, նույնիսկ ես վստահ եմ, որ ադրբեջանցիները ֆինանսավորում էին այդ ֆիլմը, ես հրաժարվել եմ, մենակ այդ դեպքն է հրաժարվել եմ,
Չնայած չեմ հրաժարվել, ասեցի հենց հիմա փոխեք այս մարդու անուն ազգանունը, խոսքի Իլհամ Ալիև դրեք, խաղամ։ Իրանք հասկացան ինձ ու ասեցին դուրնային կողմն է երիտասարդ։ Իսկ ինչ վերաբերում է աղջիկներին կանանց բաց տեսարաններ նկարվել, չնկարվել, ցանկացած դերասանու համար չի այդ տեսարանները։ Պետք է մի քիչ նման լինի իրան, էլի։ Հիմա անուններ չտամ, բայց ունենք օրինակ կերպարներ, որ իրան պետք է չի ընդհանրապես անկողնային տեսանում ինչ-որ սցենա խաղալ։ Դուք ձեզ որպես դերասան գնահատված զգում եք, արդյոք ամբողջությամբ հայ կինոարտադրությունը կարողացել է ձեր ռեսուրսները օգտագործել։ Ես որպես դերասան այն առումով, որ ինձ ամեն օր մարդիկ ժպտում են, բարևում են ու ասում են շնորհակալություն, ես բավարարված եմ։ Իսկ ինչ մնում է կինոարտադրողների իմ ամբողջ ռեսուրսը օգտագործել է, թե չէ, բնականաբար չէ, որովհետև քանի ես կամ այդ ռեսուրսն էլ կա։ Ուսանող տարիներից մանկական այդ ժամանակվանից արդեն իրեն հասցրել ենք ճանաչենք տարբեր նախագծերում ու երբ որ առիթ ունեցա իր հետ արդեն ծանոթանալ, նկարահանվել նույն սերիալում դե արդեն բան է, չէ՞, որ տենց հայտնի մարդ է նոր է շփվում այդ մարդու հետ մի քիչ են որ սենց ուզում ես հասկանաս էլ ինքը ինչ տիպի մարդ է նախ իր մարդկային հատկանիշները եւ այլ ու շատ հասարակ պարզ այդ բանը չկար էլի այդ գոռոզություն չէ դերասանական ինչ որ այդ վիճակը չկար իր մոտ ու ինձ շատ տենց դուր եկավ այդ իսկ իր մինչև այսօր են որ ասում մեր ընկերությունը դրա վրա է այսպես ասած հիմնված այսօր ցավոք սրտի շատ դերասաններ կամ հայտնի մարդիկ տեսնում ես փողոցում նույնիսկ իրանց նենց են ասենք դրսևորում նույնիսկ չես ուզում ասենք բարևես այդ մարդուն բայց ինքը շատ հասարակ պարզ ընկերասեր իր այդ խաղալը ինձ համար շատ հաճելի է եղել ինքը տենց կան ասենք դերասաններ որ ծանր են էլ իրանք ասենք ներողություն իհարկե ոնց որ ճնշենք ես էլի Արտյոմը այդ բանը չուներ ինքը շատ թեթև հանգիստ հումորը շատ է օգնում որ ոնց ասեմ լուրջ բանը լուրջ խաղալը անլրջությունը հիմա ինքը անլուրջ ենք մենք խաղում լուրջ բաները ու կարծես հասկանում ենք իրար ամեն դեպս իմ մոտ այդ տպավորությունն չգիտեմ եթե իրեն հարցնեք գուցե ուրիշ բան ասի շատ ֆենոմենալ մարդար դերասան է որ ամեն ձևի կարողանում ես իր այդ խաղընկերը շատ լավ թե ռեակցիաների առումով թե որպես խաղընկեր շատ լավ քեզ օգնում է այսինքն ընդհանրապես չես նեղում իր այդ խաղալուց լրիվ պրոֆեսիոնալիզմ շատ ոնց ասեմ պրոֆեսիոնալ դերասան այսպես կարելի ասել որպես դերասան նաև շատ կարգապահ էր ինչքան ես եմ նկատել ասենք խախտումներ չեր անում ես երբեմն արել եմ խախտումներ խմող չէր ինձ նման դե չգիտեմ ինձ հետ համեմատեմ որ ինքը տենց ցանկալի դերասան է էլի աշխատելու համար պրոբլեմներ չկան տենց կոմպլեքսներ չուներ ինչքան որ նկատել եմ դե ես հիմնականում ասենք բանակում սերիալում իրեն նայում եմ որպես Վարդանյան դրա համար տենց շատ չեմ կենտրոնացել բայց ինքը ոնց որ վատ իմաստով իրեն զգացնել չէր տալիս դա շատ լավ հատկություն է իմ կարծիքով Ունեք սկզբունքներ, որոնք դուք անպայման պահպանում եք, երբ որևէ առաջարկ ստանում եք։ Ավելի շատ երևի տեխնիկական հարցերի հետ կապված բաներ են։ Իսկ ինչ կասեք հայ կինոարտադրության մասին։ Մասնավորապես սերիալային արտադրության մասին։ Ընդհանուր կարող եմ ասել, որ շատ լավ է հիմա։ Լավ ասելը նկատի ունեմ, որ
կան լիքը նախագծեր ու իմ ընկերները, իմ գոլեգաները զբաղված են, դա արդեն լավ է իմ համար։ Հենց պրոդուկտի մասին բան չեմ կարող ասեմ, որովհետև շատերը չեմ էլ տեսել, ֆիզիկապես չեմ էլ հասցնում այդ ամեն ինչը տեսնել, բայց այն որ այդ գործը կա ու ստեղ աշխատում են ու իմ ընկերները իրանց սիրած գործով են զբաղված, դա ինձ ուրախացնում է։ Երբ դուք նկարահանվում էիք Հանրահայտ վերվարածները սերիալում, այդ ժամանակ նույնպես քննադատությունների մեծ ալիք կար, բայց ժամանակը ցույց տվեց, որ հետագայում սերիալային քաղաքականությունը մի փոքր փոխվեց եւ քննադատությունները ել ավելի շատացան։ Ձեզ քննադատությունները երբևէ նեղացրել են կամ դուք դրանց ինչպես եք վերաբերվել եւ արդյոք այդ սերիալային քաղաքականությունը հիմա ավելի վատ է չէ քան առաջ։ Քննադատություններին, առողջ քննադատություններին միշտ պետք է նայել նորմալ, որովհետև դա օգնում է ինձ տվյալ դեպքում ինչ-որ սխալների ուղղում անելու համար, ինչ մնում է սերիալային արտադրությունը, այո, ես հայտնվել եմ մի ժամանակաշրջանում, որտեղ նկարահանվեց առաջին երգիծական հեռուստասերիալը։ Ես շատ ուրախ եմ, որ տեղի մասնակցությունը ունեցել եմ ու դա հետո զարգացրեց մնացածին, հիմա ավելի կոմպակտ, ավելի սիրուն, չգիտեմ, 16-12 մասանոց սերիալներ են նկարում։ Դա քայլ էր այդ ժամանակների համար հեռուստա արտադրանքի մեջ, որը ողջունելի էր։ Ճիշտ է, ձեր ասած քննադատությունները կային, չնայած իրանք շատ չէին։ Կային, բայց ես դրանց առողջ քննադատություններ նայել եմ նորմալ, հիմա էլ։ Ո՞րն է եղել ձեր լսած ամենասուր քննադատությունը կամ գուցե խոցելի։ Լուրջ քննադատություններ չեն եղել իրանք։ Տենց ինչ-որ արժեք չունեց, էժան բաներ են եղել, էլի, որ նույնիսկ չի կարելի պատասխանել այդ քննադատություններին։ Այն որ ասում է երեխա է, մազուն կուտե, թող ուտե։ Այդ կարգի բաներ են եղել, լուրջ բաներ չեն եղել։ Չեմ հիշում։ Կամ միգուցե եղել է այդ 25 տարվա բան եք ասում հիմա։ Ինչու ձեզ թատրոնում չենք տեսնում։ Դա շատ դա այլ աշխարհ է։ Դրա մեջ ես շատ քիչ կամ։ Ինչ կասեք ընտանիքի արժեքի եւ կարեւորության մասին։ Դե հիմա տեսեք, երկու կարծիք կարող է լինել խալաստյակների համար, որ ասում ես ընտանիք, ասում է այդ ինչ է, ու իր համար նորմալ է, որ չկա այդ ամեն ինչը, ու դու իրան երբեք չես կարող համոզես, որ գիտես ինչ լավ բան է ընտանիքը, բերունեցի ընտանիք, բայց դրա համար եմ ասում, երկու կարծիք կա, իսկ երկրորդը ովքեր որ ուզում են, պատրաստվում են կամ արդեն ունեն ընտանիք, հասկանում են դրա արժեքը, դրա իմաստը, հանուն ապրել, հանուն աշխատել, հանուն ամեն ինչ անել քո ընտանիքի համար, դա այլ բան է, ես ընտրել եմ երկրորդ տարբերակը, ես ունեմ ընտանիք, շատ սիրում։ Ո՞րն է ամուր ընտանիքի հիմքը։ Սերը, հարգանքը, հանդուրժողականությունը, լսելու ունակությունը, դից երկար կարամ ասեմ, այսինքն բաներ, որ մենք հաճախ չենք անում, բայց պետք է դա դեղու դարման է։ Ում դերն եք ավելի գերակշռում, կնոջ թե տղամարդու, ընտանիքի կայացման գործում։ Չեմ կիսելու, նժարներին չեմ դնելու, որովհետև նրա բացակայության դեպքում չի լինելու, այն նրա բացակայության դեպքում չի լինելու, այսինքն յուրաքանչյուրը իրենց դերում նշանակություն ունի։ Հիշում եք առաջին դրվագը, երբ հանդիպեցիք ձեր կնոջը։ Այո։ Ինչպիսին էին առաջին տպավորությունները եւ զգացողությունը։ Գործնական հանդիպում էր։ Որ հատկանիշները ձեզ համար դարձան ամենատպավորիչը։ Ճիշտ խոսելը։ Չխաղալը։ Սենց չխոսելը, սենց խոսելը։ Որն է ամենակարևոր խորհուրդը, որը դուք ձեր երեխաներին կտաք։ Խելոք մնացեք։ Խելոք մնացեք։ Դե որպես ծնող էդ եմ ասելու։
ունեք ընկերական հարաբերություններ ձեր երեխաների հետ։ Հա, ունեմ ու կարելի ասել դրա վրա երկար մտածել եմ ու կարելի ասել դրա վրա աշխատել եմ, որ ես իմ հարաբերությունները տես դասավորեմ, չնայած որ կան պահեր, երբ որ այդ ընկերականը պետք է մի կողմ դրվի ու ուրիշ սուբորդինացիաներ բերել, որովհետև նայած որ տարիքում ես դու հետո սերն էլ կապ ունի հայրը տղայի հետ կամ հայրը աղջկա հետ էլ կապ ունի, բայց իմ համար ընդունելի է այդ բանաձևը ընկերություն անելը։ Ով է ամենաամուր հենարանը ձեր կյանքում։ Ընտանիքս, կինս։ Հեշտակ խորհուրդներ ընդունում։ Էլի պետք է ասեմ, նայած որ խորհուրդներն է, որովհետև այն բանի խորհուրդը գիտեք, չէ, հայտնի խորովածանողի, որ յուրաքանչյուրը գալիս են ու ասում են բաժանաղս սենց է բաստում են անում, աներս սենց է կրակը վարում, բան, բնականաբար այդ խորհուրդները չեմ ընդունում, բայց խելքը գլխին խորհուրդներ պատրաստ եմ լսելու։ Դուք ներողամիտ մարդ եք։ Հա, բայց ծայրահեղությունից ծայրահեղություն է իմ մոտ։ Կարող է ինչ-որ մի հարցում չներեմ ու վերջ։ Ու դա իմ համար ավելի հեշտ ու հանգիստ է անցնում, քան մտածեմ ինչի չեմ ներել։ Ինչ չեք կարող ներել մարդկային հարաբերություններում։ Սուտը։ Կենտրոնական աշխարհի մեջ մենակ մենք ենք ստում։ Շունիկները չեն ստում, փիսիկները չեն ստում, մենակ մենք ենք այդ հիմարությունն անում։ Որն է մարդու ամենամեծ առաքինությունը։ Մարդ մնալը։ Այդ եմ ասում, տարբերում ենք մի ձև կենդանիներից դե չէ։ Մենակ շոր հագնելը չի։ Դուք վստահում եք մարդկանց։ Փորձում եմ, բայց շատ դժվար է, որովհետև վստահելիները քիչ են։ Իսկ կարողանում եք ճանաչել մարդկանց։ Էդ էլ եմ փորձում, ինչ որ չափով մասնագիտությունս օգնում է ինձ։ Ձեզ հաջողվում է։ Որովհետև կեղծ խաղ երևում է։ Ինչ կասեք կոչումների մասին։ Դրանք երբևէ ձեզ համար կարևոր եղել են։ Բացարձակ, երբեք։ Այսինքն այն ինչը որ թղթի վրա է կամ պեճատով է կամ ինչ որ շկա նշանով է, չէ, բայց այն որ այն կոչումը որ քեզ ճանաչում է մարդ, հա, դա մեծ կոչում է։ Ում գնահատականն է կարևոր ձեզ համար։ Նայած որ գործի մեջ, եթե ես հիմա այս աթոռը սարքեմ ձեր համար, ձեր գնահատականն է պետք ինձ, եթե հեռուստաէկրաններին ինչ-որ պրոյեկտ ենք ներկայացնում հանդիսատեսի գնահատակ, այսինքն ցանկացած մարդու ում համար ես ծառայություն եմ մատուցում։ Ով կարող է դառնալ ձեր ընկերը։ Ցանկացած լավ անկեղծ ճշտախոս մարդ։ Կան այդպիսի մարդիկ մեր շուրջ։ Կան։ Ցավոք քիչ են, բայց կան։ Հետո շատ չես էլ կարա։ Տենց տարիք կա մարդու կյանքում, երբ որ 20 տարեկան ես քո ընկերները կարող է լինել 200 եւ ավել։ Հետո տենց քչանում է, էլի։ Տենց 70 տարի որ ապրենք, կարող է մի հատ լավ ընկեր ունենամ, մի հատ ու հերիք։ Իսկ դուք ձեզ լավ ընկեր համարում եք։ Չէ, որովհետև լավ ընկերն է նայած ոնց ենք ասում, հիմա իմ ընկերները, իմ լավ ընկերները ինձանից միշտ նեղանում են, որ ես իրանց չեմ զանգում, չեմ պատասխանում իրանց զանգերին։ Ես չզանգող մարդն եմ, էլի, այդ ընկերության մեջ, ինձ զանգում են։ Ես չզանգողն եմ։ Եթե տենց ենք ասում, ուրեմն ես լավ ընկեր չեմ։ Բայց ես կարող եմ հասնել, կապ չունի քանի կիլոմետր ուր։ Որտեղ է ձեր խաղաղության գոտին։ Այ երբ զայրացած եք լինում, գուցե նեղացած եք լինում ինչ-որ իրավիճակից, որտեղ եք գտնում ձեր խաղաղությունը։ Ինձ թվում է պետքա փնտրել քո մեջ այդ խաղաղությունը, որովհետև եթե դու ուրիշ տեղ ես փնտրում, չես գտնում ու ավելի ես զայրանում։ Ու դա վիճակը ավելի է բարդացնում։ Ինձ թվում է մարդ պետքա իր մեջ գտնի այդ խաղաղությունը, հանգստանա։ Ինչ կարող եք անել բարկության պահին։
Զարմանալի թող չթվա, բայց կարող եմ լռել։ Կյանքի այս շրջանում ինչպիսի սպասելիքներ ունեք ինքներդ ձեզնից կամ գուցե կյանքից։ Դժվար հարց է, որովհետև շատ մեծ հարց է, շատ հիմա ծավալուն բան է, որովհետև ցանկացած բան մեկը մյուսի հետ փող կապացված է, փորձում ես իրար հետ կարել ու դժվարանում ես իրականում գտնել, բայց ես մտածում եմ, որ այդ սպասելիքներով ապրելն էլ լավ չի, էլի, դու ինչ-որ բանի սպասում ես, էլի։ Բայց կարող է մարդը ապրել առանց սպասման զգացողության։ Դե հարաբերական եմ ասում, սպասել հիմա կարող է, որ ասում են նստել թախտին, սպասել բախտին, դրան ես դեմ եմ։ Որտեւ այդ բախտը ինչ գիտի դու ուր ես նստած, որ թախտի վրա է, որ գա քեզ կպնի, էլի։ Դրա համար պետք է հելնել, դուրս աշխատել, տեսնել, զբաղվել, ճարել, գտնել։ Իրեն կմաղթեմ նախ քաջ առողջություն, երկրորդ հերթին չեմ կարծում, որ կկորցնի իր տեսակը կյանքում, բայց կուզեմ, որ մնա իր տեսակը ու իր տեսակի մարդիկ մեր իրականության մեջ կուզենամ, որ շատ լինեն։ Երջանկություն կմաղթեմ իրան, ստեղծագործական մեծ հաջողություններ։ Իմ շատ լավ ընկերներից է Արտեմը։ Ինքը իմ չքան որ լսել եմ բարդ կյանք ունեցավ, շատ բուրըն կերպով մխրճվեց, արվեստի աշխարհ, հայտնի դարձավ, հետո միանգամից ինչ որ կարծեմ երկրից գնաց, դա լավ չի, դերասան կցանկանայի էլ նման բաներ չկատարվեր, ինքը հանգիստ, որ հանգիստ վիճակում աշխատում է, շատ հետաքրքիր է։ Ես հույս ունեմ, որ ինքը դեռ իր ամենակարևոր բաները չի խաղացել։ Թելադրեք ինձ այնպիսի բաղադրիչներ, որոնցից կարելի է ստանալ երջանկություն։ Սեր, հարգանք ու վերջ։ Ինչ է պակասում ձեզ էլ ավելի երջանիկ զգացողություններ ունենալու համար։ Ես ավելին, որ ասում եմ, եթե մտածեմ ավելիի մասին կամ ձգտեմ, նշանակում է, որ հիմա իմ մոտ մի բան պակաս է, բայց իմ մոտ 100 է։ Պակաս բան չկա, այսինքն ես չեմ մտածում դրա մասին, որ այսպես որ լինի ավելի երջանիկ կլինեմ։ Ես սրանից ավել էլ չեմ ուզում, որովհետև եթե ես այսօր արթնացել եմ ու կամ ու իմ շուրջը կան այդ մարդիկ, իմ սիրելիները, դրանից ավել էլ չեմ ուզել ես։ Մաքսիմումը որ վաղն ես արթնանամ, հա, այդքան է։ Դուք բավարար ժամանակ տրամադրում եք ձեր սիրելի մարդկանց։ Հա։ Ճիշտ է, ժամանակը շատ սուղ է, բայց գոնե հեռախոսով կապը կամ, չգիտեմ, մի ձևով լրացնում եմ։ Ինչի համար եք ափսոսում։ Ընդհանրապես ինչ-որ մի պերիոդ կյանքում ինչ-որ մի բաների համար ափսոսել եմ, բայց հետո հասկացել եմ, որ դա էլ է սխալ, որովհետև եթե դու ափսոսում ես ինչ-որ մի բանի մասին, որը եղել է, չգիտեմ, մեր թվարկությունից առաջ, ապագա չես կարողանալու գնաս։ Դրա համար հասկացա, որ պետք չի ափսոսել, եղել է, всё, վերջ, անցավ, գնացինք առաջ, ինչ կա անելու։ Շնորհակալ եմ գեղեցիկ հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ էլ եմ շնորհակալ։ Ձեզ հետ հայ պերսոնաներ կհանդիպենք։